Բարև ձեզ սիրելի բարեկամների, ուրախ եմ ողջունել ձեզ իմ աստղային խորհրդատու Աննա Հաղվերդյանի YouTube-յան ալիքում, որտեղ դուք կգտնեք գերճշգրիտ կանխատեսումներ ինչպես համաշխարհային իրադարձությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ապագայի մասին։ Եվ սիրելի բարեկամներ, այսօր շատ հետաքրքիր թեմա եմ ձեզ համար նախապատրաստել, հուսամ շատերին կհետաքրքրի։ Նամանավանդ, որ Կիևյան կամրջի մասին ենք խոսելու եւ որի փակումը մեծ անհարմարություններ է առաջացրել Երևանի բնակիչների համար։ Տեսնենք ինչ ճակատագիր է սպասվում Կիևյան կամրջին, առհասարակ պատմությունը կներկայացնեմ եւ սա էքսկլյուզիվ թեմա է, սիրելի բարեկամներ, բացառիկ թեմա է։ Եթե այլ մասնագետների մոտ նման նյութեր հանդիպեք, իմացեք, որ թռցրել են 100%-ով իմ մոտից, բայց ինչևից է, ես այսպես ասած խնդիրներ չունեմ, ես ներկայացնում եմ իմ վերլուծությունները, որոնք ինչպես միշտ գերճշգրիտ են։ Սիրելի բարեկամներ, պետք է ասել, որ ընդհանրապես հին ժամանակներում, նաև միջնադարում նման բարդ կոնստրուկցիաներ, ինչպիսին են կամուրջները, բերդերը, ամրոցները, տաճարները, նրանք կամայականորեն պատահական օր ու ժամ չէին կառուցում, այսինքն այդ հիմնաքարը դնելու օրը, ժամը, չգիտեմ, դա արարողակարգով էր տեղի ունենում, մինչև վայրկյանների ճշգրտությամբ անգամ հաշվարկվում էր նախապես իմաստուն աստղաբանների կողմից, գիտնական աստղաբանների կողմից, ոչ թե այսօրվա այդ կեղծ աստրոհոգեբանները, որոնք ոչինչ չգիտեն աստղաբանություն, այսինքն իսկապես գիտակ մարդկանց, իմաստունների կողմից հաշվարկվում էր եւ նոր սկսվում էր շինարարությունը համապատասխան արարողակարգերով։ Դե դա պայմանավորված էր ոչ միայն նրանով, որ աստղաբանությունը այն ժամանակներում համարվում էր ճշգրտագույն եւ շատ կարեւոր գիտություն։ Դա պայմանավորված էր նաեւ նրանով, որ ընդհանրապես այդ ժամանակներում մեծ տեխնիկական միջոցներ չունեին մարդիկ, ամենայն դեպս մեզ հայտնի հին դարերում եւ միջնադարում։ Մարդկային ռեսուրսներն էին նաև սակավ, սիրելիներս, այսինքն անթիվ քանակությամբ աշխատողներ չէին կարող այդտեղ աշխատել եւ զոհվել անընդհատ, հատկապես կամուրջների, պարիսպների, բերդերի շինարարության ժամանակ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ էր ճշգրիտ հաշվարկ, որպեսզի տվյալ կառույցը հնարավորինս արագ կառուցվի եւ ամուր լինի, այսինքն երկարակյա լինի անընդհատ, որպեսզի նորից եւ նորից մարդկային ռեսուրսը, նյութական միջոցներ չծախսեն, դրանք հսկայական միջոցներ էին այդ ժամանակվա, անգամ ժամանակակից կամուրջները, ժամանակակից այդպիսի մեծ կոնստրուկցիաներ, բարդ տեխնիկական կոնստրուկցիաները բավականին թե ժամանակատար են, թե ծախսատար։ Եվ այդ իսկ պատճառով դիմում էին աստղաբաններին, սիրելիներս, որպես օրինակ ես կարող եմ ձեզ բերել Պրահյան կամուրջը, որը դարեր շարունակ ամուր մնաց եւ չփլուզվեց։ Պրահյան կամուրջը, սիրելի բարեկամներ, Կարլ Թագավորի կողմից է կառուցվել Պրահայում 1357 թվականին եւ կառուցումից առաջ դիմեցին, այսպես ասած, ժամանակ թագավորական աստղաբաններ կային, թվագետներ կային, իսկապես լուրջ մասնագետներ, ոչ թե հիմիկվա նման, այլ լուրջ մասնագետներ եւ լուրջ մարդիկ, այսինքն թագավորները իրենց կողքին անպայման պահում էին լուրջ աստղաբանների։ Եվ այդպես հաշվարկեցին, քանի որ հայելային թվերի դասավորվածությունը շատ կարևորվում էր միջնադարյան աստղաբանության կողմից, հենց այդպիսի հայելային օր եւ ժամ ընտրեցին չեխ աստղաբանները։
Եվ ինչպիսի օր եւ ժամ ընտրեցին հուլիսի 9357 թիվ ժամը 5:31 րոպե, երբ Արեգակը նոր էր ծագում, ահա այդ ժամանակ դրվեց Պրահյան կամուրջի առաջին հիմնաքարը։ Եվ ինչու հենց այդ, այսպես ասած, օրը եւ ժամը ընտրվեց, որովհետեւ նրանք որոշեցին, որ քանի որ թիվը հայտնի էր, կառուցման թիվը 1357 թիվ։ Ահա նրանք որոշեցին ավելացնել մի կատարյալ թիվ 9 եւ 9-ից սկսեցին այսպես այդ թվերը հայելային դասավորել։ Ստացվեց հուլիսի 9357 թիվ 5:31, նու այստեղ 5:31, եթե նկատեք 1357 այդ թվականի առաջի 3 թվերի հայելային արտապատկերումն է, որը շատ կարևոր է, հենց նաև ժամն է շատ կարևոր, որովհետև այս հիմնակարը դնելու ժամը պայմանավորում է ամբողջ այդ գործընթացի հաջողությունը, երկարակեցությունը եւ իսկապես Պրահյան կամուրջը կայուն է մինչ օրս, սիրելի բարեկամներ, եւ մինչ օրս զարմացնում է մարդկանց եւ հիացնում է մարդկանց, թե իր ամրությամբ, թե իր գեղեցկությամբ, թե իր տեխնոլոգիական լուծումներով եւ այլն եւ այլն։ Ինչը չի կարելի ասել ցավալիորեն մեր շատ սիրելի Կիևյան կամ մեծ Կիևյան կամրջի մասին։ Ինչու։ Սիրելիներս, որովհետև Կիևյան կամրջի շինարարությունը դուք գիտեք, որ սկսվել է 1949 թվականին եւ պետք է ավարտվեր, սիրելի բարեկամներ, 1951 թվականին, բայց ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ խնդիրներ առաջացան եւ ժամանակին կամուրջը չհանձնվեց շահագործման, պետք է ասել։ Բացի դա, մեկ անգամ արդեն գրեթե պատրաստի կամուրջը ամբողջությամբ այնտեղ բետոնապատման աշխատանքների ժամանակ կամարներից մեկ ամբողջությամբ փլուզվեց։ Դա տեղի ունեցավ 1952 թվականին։ Իմիջիալոց հուլիսի 4-ին տեղ ունեցավ 15:05 րոպեին, անգամ ժամն է հայտնի։ Ну, 100%-ով իհարկե դա պատճառն այն էր, որ 1949 թվականին սխալ ժամանակ էր սկսվել այդ կամրջի շինարարությունը։ Ցավոք մենք չգիտենք, այսինքն ես չկարողացա բաց աղբյուրներից գտնեմ, թե որ օրը եւ որ ժամին է սկսվել Կիևյան կամրջի շինարարությունը, բայց այժմ կարող ենք նախ վերլուծել այդ առաջին այդ փլուզման, այսինքն առաջին կամրջի 1952 թվականի հուլիսի 4-ի փլուզման քարտեզը եւ հասկանանք, թե ինչպիսի բարդ, այսպես մորակային փոխհարաբերությունների ժամանակ է սկսվել այդ շինարարությունը եւ ընդհանրապես ընթացել այդ շինարարությունը եւ այդ այս պատճառով այդպիսի փլուզում է տեղ ունեցել ըստ էության աղետ տեխնիկական, որի զոհ գնացին 47 բանվորներ, որը Երևան քաղաքի պատմության մեջ ամենամեծ տեխնոգեն աղետներից մեկն է, սկսի ամենամեծը եւ ամենաարյունալին։ Ինչ կարող ենք մենք այստեղ տեսնել։ Պատահական չէ, սիրելի բարեկամներ, որ այդ աղետը, այդ կամարի փլուզումը բետոնապատման աշխատանքների ժամանակ տեղի ունեցել հենց ԱՄՆ-ի անկախության օրը, հուլիսի 4-ին։ Նու դա ամենևին ես համարում եմ, որ պատահական չէ, որովհետև ընդհանրապես գիտեք, որ ցանկացած, առհասարակ ասեմ, որ ցանկացած այսպես հատկապես երկրի անկախության օրը տեղի ունեցած աղետը, չգիտեմ, ինչ-որ կարևոր իրադարձությունը, այդ ամենը ծառայում է տվյալ երկրի հաջողությանը։ Իսկ ինչ վերաբերվում է մարդկային զոհերին, հետաքրքիր տեղեկություն ասեմ ձեզ։ Առհասարակ հնում բոլոր կարևոր ճանապարհների, կարևոր ամրոցների, բուրգերից սկսած կարևոր շինությունների
շինարարությունից առաջ շատ հաճախ մատուցվում էին մարդկային զոհաբերություններ, նաև կենդանիների մատաղ էին անում, հնում դա մարդկային զոհաբերություններ են, երբեմն նաև միջնադարում որոշ ամրոցների այդպիսի պատմություն է հայտնի, որ մի թագավոր ոչ մի կերպ չէր կարողանում կառուցել իր ամրոցը, այսինքն ամրոցը անընդհատ փլուզվում էր եւ իմաստուն մարդկանցից մեկից հարցրեց եւ նրան ուրեմն խորհուրդ տվեցին մարդկային զոհաբերություն անել պատերի տակ շինարարությունից առաջ եւ վերջապես նա կարողացավ այդ թագավորը կառուցել այդ ամրոցը։ Նու այստեղ նմանատիպ պատմություն է տեղի ունեցել, ըստ էության, քանի որ մեկնարկի այսպես պահը շատ անհաջող էր ընտրված Կիևյան կամրջի մեկնարկի պահը, բնականաբար անհրաժեշտ եղան այդպիսի մարդկային զոհեր, մինչ կամուրջը ամբողջությամբ կկառուցվեր եւ կհանձնվեր շահագործման։ Սա հետաքրքիր տեղեկատվություն է, ինչ խոսք սիրելի բարեկամներ, եւ այժմ ես ներկայացնեմ այդ ուրեմն փլուզման աստղային քարտեզը, որը շատ հետաքրքիր է այն առումով, որ այստեղ Արեգակը, Վեներան եւ Ուրանը միացած են միմյանց։ Այսինքն Արեգակի եւ Ուրանի միությունը ինքնին խոսում է այն մասին, որ անսպասելի զարգացում է տեղի ունեցել, ինչ որ շատ կայծակնային արագությամբ նամանը 8-րդ տանն է այդ միությունը Արևի եւ Ուրանի, որը նշանակում է մարդկային զոհեր։ Այստեղ նաեւ տեսնում ենք ծագող Մարսը եւ Լուսինը, որում գտնվում են Մարսը գտնվում է կարիճ կենդանակերպում, որը նույնպես խոսում է շատ ինչ-որ արունահեղության մասին, ինչ-որ բարդ իրավիճակների մասին, ծագող նշանը նույնպես կարիճում է։ Նո այստեղ հետաքրքրական է, որ Լուսինը գտնվում է աղեղնավորում, որը հուշում է, որ ինչ-որ այնուամենայնիվ դրսի ազդեցություն այս փլուզման դեպքում եղել է։ Ես այդպես եմ կարծում։ Չի շրջանցել դրսի ազդեցությունը այս աղետը, որտեղ Լուսինը գտնվում է աղեղնավորում, որոշակի ազդեցություն դրսից անպայման եղել է։ Եվ բավականին լիքն է այստեղ այս քարտեզում նաև Արիուս կենդանակերպ, այստեղ Պլուտոնն է գտնվում հարավային հանգույցի հետ միացած եւ Պլուտոնը գտնվում է Մարսի միջալոց գտնվում է բռնի մահվան աստիճանում, Սատուրնը նույնպես գտնվում է բռնի մահվան աստիճանում, հարավային լուսնային հանգույցի հետ միացած է Պլուտոնը ավերի եւ պատերազմի մոլորակը, որը 19 աստիճան Արիուսում է գտնվում, եւ նաեւ Արիուս կենդանակերպում գտնվում է Մերկուրին եւ Սև լուսինը։ Այստեղ Մերկուրին 6 աստիճան, Սև լուսինը 10 աստիճան, այսինքն թե դա ըստ էության ներկայացվում է, որ այդ փլուզումը տեղի բետոնապատման աշխատանքների ժամանակ կամարի փլուզումը տեղի ունեցել սխալ ինչ-որ տեխնոլոգիական լուծումների պատճառով, որը նման է, որովհետև Մերկուրին հենց այդ տեխնոլոգիական ամբողջ միտքն է, որը այստեղ ակնհայտ կոռուպցիոն ինչ-որ իրավիճակ է ստեղծվել եւ ավելի այսպես փխրուն մետաղական ուրեմն մասեր են օգտագործվել, մետաղական ամրաններ են օգտագործվել, շատ ավելի փխրուն, քան հաշվարկված էր, քան նախատեսված էր, եւ այդպես էլ հենց այդ պատճառով իսկ դա այդ կոռուպցիոն սխեման իմ կարծիքով դրսից էր թելադրված։ Այն ժամանակ արդեն դա այդ գիտեք Ստալինյան դարաշրջանը անցել է, որովհետեւ Յոսեֆ Ստալինը մահացել է մարտի 5-ին 1953 թվականին, սկսվել էր այսպես կոչված Խրուշչովյան ձնհալը եւ բնականաբար այդ ձնհալի ընթացքում ամեն տեսակ գործակալներ եւ ամեն տեսակ չար ուժեր սկսել են արդեն ներազդել այդ թվում նաև Հայաստանի ներքին կյանքի մեջ եւ որը որ բերեց այսպիսի տխուր
իրադարձություններ։ Իհարկե այդ ամեն ինչը կոծկվեց, դեպհաստացի կոծկվեց, ինչու, որովհետև Արեգակը եւ Նեպտունը գտնվում են քառակուսի փոխհարաբերության մեջ։ Ես ասեմ, որ նույնքան էլ բարենպաստ ժամանակ չէր ընտրված Կիևյան կամրջի շինարարության համար, ինչու, որովհետև Նեպտունն ու Սատուրնը գտնվում էին կշեռ կենդանակերպում, իսկ կշեռքը, սիրելիներս, անգամ այդ նշանը ինքը կամրջի տեսք ունի եւ կամրջի խորհրդանիշն է ըստ էության աստղաբանության մեջ կշեռ կենդանակերպը։ Եվ այստեղ Սատուրն ու Նեպտունը, Սատուրնը դա սահմանափակումների, մահվան մոլորակ է, իսկ Նեպտունը անորոշության, միստիկայի, խաբեության, այսինքն տեսեք մետաղական այդ մասերը, հա, մասերը կամրջի պետք է շաղախվեին ի վերջո բետոնով, նրանք ավելի փխրուն էին պատրաստվել, ավելի քիչ խտությամբ էին պատրաստվել, քան նախատեսված էր ինժեներական առաջին հաշվարկներով, որ արված էր Ստալինի ժամանակ։ Տեսեք ինչ տարբերություն է։ Եվ իհարկե Նեպտունը Արեգակի հետ նույնպես նշանակում է, որ ինչ-որ բանը մաքուր չէ, այստեղ ինչ-որ խաբեություն է տեղի ունենում, այստեղ ինչ-որ ուրեմն խաբկանք է տեղի ունենում, ինչ-որ փաստերը կոծկելու ձգտում կա եւ ի վերջո այդպես էլ եղավ, այդ ամենը կոծկվեց եւ գնաց։ Եվ նաեւ Մերկուրին Մարսի հետ է քառակուսի կազմում այս քարտեզում, որը նույնպես նշանակում է տեխնոլոգիական սխալ, այսինքն Մերկուրին հաշվարկն է, Մարսը իրագործումն է այդ հաշվարկի, այսինքն սխալ կերպով հաշվարկի իրագործումը բերեց այսպիսի մեծ քանակությամբ զոհերի բացառիկ։ Եվ նաև 9-րդ տունը ընդհանրապես բավականին հզոր արտահայտված է այս քարտեզում, քանի որ ժամն էլ հայտնի է, այդ պատճառով ես այդպես նաև հնարավորություն ունենք նաև ժամով այդ քարտեզ ամբողջությամբ վերլուծելու։ 9-րդ տունը, 9-րդ տանը 4-ը մոլորակ է, որը նույնպես, այսպես ասած, շատ հեռահար հուշում է, որ դրսից էր այդ ամենը ուրեմն թելադրված, բայց այնուամենայնիվ այստեղ փրկում է Յուպիտերի դիրքը, Յուպիտերը գտնում է ցուլ կենդանակերպում այս քարտեզում եւ 14 մոգական աստիճան եւ Յուպիտերը փրկում է իրավիճակը, չնայած այդ բոլոր խնդիրների, այդ ամբողջ կամարը, գիտենք որ թափվել լցվել էր Զանգվի ծորը, այնուամենայնիվ կամուրջի շինարարությունը շարունակվեց, սիրելիներս։ Եվ կամրջի շինարարությունը 52 թվականի սեպտեմբերին վերսկսվեց եւ ավարտվեց 1955 թվականի դեկտեմբերին, այսինքն նախատեսված ժամկետից 4 տարի անց, իսկ Կիևյան կամրջի բացումը տեղի ունեցավ մայիսի 12-ին 1956 թվականի, այսինքն նախատեսված ժամկետից 5 տարի ուշացումով կամուրջը այնուամենայնիվ հանձնվեց շահագործման։ Մենք կարող ենք վերլուծել կամրջի շահագործման սկզբի այդ տարեթիվը, այդ օրը, դա կարող ենք միայն վերլուծել, որովհետև ասացինք, որ շինարարության սկզբի օրը մեզ անհայտ է։ Այստեղ նույնպես որոշակի խնդիրներ կան, մայիսի 12-ին 1956 թվականին է այս կամուրջը հանձնվեց շինարարության, այդ ժամանակվա Եվրոպայում խոշորագույն իմիջիալոց կամուրջներից մեկն էր Կիևյան կամուրջը, 60 մետր բարձրությամբ եւ շուրջ 335 մետր երկարությամբ, այնպես որ իսկապես հզոր, գրանձիոզ շինարարություն էր սովետական ժամանակահատված, ինչպես եւ մնացած այլ շինարարությունները միշտ ձգտում էին մեծը, լավը, ամուրը պատրաստել, որովհետեւ ենթադրվում էր, որ խորհրդային միությունը պետք է հարատևի դարեդար։ Եվ այստեղ ինչն է բարդությունը այս քարտեզում,
Ուրեմն նախ քարտեզը, այսինքն այդ մայիսի 12-ը 12 օր առաջ է խավարումների միջանցքից, այսինքն ըստ էության ընկնում է խավարումների միջանցքի մեջ։ Օրը շաբաթ էր, ծագող նշանը կույս, այսինքն շատ բծախնդրորեն էին վերաբերվել խնդրին, միջալոց նաև շինարարության մեջ ներգրավել էին ուրեմն գերմանացի բանդարկյալները, գերիները, որոնք շատ այսպես սկրուպուլոզ էին մոտեցել, շատ բծախնդիր էին մոտեցել շինարարությանը եւ հենց նրանց շնորհիվ վերջո կարողացանք գլուխ բերել այս բար տեխնոլոգիական նախագիծը եւ ավարտել կամրջի շինարարությունը։ Այստեղ արեգակը 21 աստիճան ցուլ կենթանակերպում է միջալոց հետաքրքիր է որ օկուլտ միստիկ ինչ որ էլեմենտ կա Կիևյան կամրջի մեջ ես մի փոքր անց կանդրադառնամ թե ինչու է այդպես ուրեմն արեգակը 21 աստիճան, այստեղ նա քառակուսի է Մարս մորակի հետ, որը գտնվում է 17 աստիճան ջրհոսում եւ երկորյակում են գտնվում հարավային հանգույցը Մերկուրին եւ Լուսինը։ Նու Լուսինը երկորյակում իհարկե ինքնին այնքան էլ բարենպաստ չէ ամրության տեսակետից կամրջի, բայց ես ուզում եմ նաեւ ձեր ուշադրությունը հրավիրել Ուրան մորակ անընդհատ գրեթե բոլոր դրվագներում կամրջի հետ կապված նա ինչ որ ի հայտ է գալիս Ուրան մորակ այստեղ այս քարտեզում 28 աստիճան խեց գետնում է գտնվում եւ բռնի մահվան աստիճանում Ուրան մորակը գիտեք խորհրդանշում է անսպասելի զարգացումներ, հեղափոխություններ, հեղաշրջումներ ես ուզում եմ հիշեցնել ձեզ որ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը այսինքն մինչ այդ հեղափոխության ընդհանրապես սկիզբը տեղի էր ունենում նախագահի ինագուրացիան այդ Արմեն Սարգսյան կոչեցյալի ինագուրացիա, շպիոնի ինագուրացիան մարզահամերգային համալիրում եւ այնտեղ հավաքվել էր Հայաստանի բոլոր քաղաքական եւ բիզնես էլիտան, բոլոր այնտեղ կային դեպուտատներ, մեծահարուստներ, օլիգարխներ, ցանցային խանութների տերեր եւ այլն եւ այլն եւ փակ էր ամբողջ այդ Հալաբյանը, Կիևյանի կամուրջը, բոլորը փակ էր եւ այդտեղ շատ հետաքրքիր տեսարան էր, որ մինչ այդ ինագուրացիայի ավարտը դա ուղղակի ամուսնուս պատմածից նա դուրս էր եկել զբոսանքի եւ տեսավ որ տանակ տեսարան որ բոլոր այդ մեծահարուստները թողած իրենց մեքենաները իրենց այդ ամեն ինչը որոնք Կիևյանի վերջում են կանգնած ամբողջ այդ Կիևյան կամուրջը ոտքով անցնում են եւ բոլորը դժգոհ էին ոչ մեկ չէր համաձայն այսինքն այդ ժամանակ արդեն պարզ էր որ իշխանությունը պետք է հանձնվի Նիկոլին Եվ այս Կիևյան կամրջի այս Ուրանը, որը խեցգետնում է գտնվում, ընդհանրապես փլուզում է երկիրը, ոչնչացնում է պետական ամբողջականությունը, այստեղ շատ հստակ արտահայտված է սիրելիներս։ Եվ Սատուրն մորակի հետ այդ Ուրանը կազմում է մորակային մոտ է մորակային փոխհարաբերության եւ նաեւ Յուպիտերը Պլուտոնի հետ միացած է այստեղ Պլուտոնը 26 աստիճան առյուծում Յուպիտերը 22 աստիճան առյուծում միջալոց շատ հետաքրքիր է հիմա երբ փակվել է Կիևյան կամուրջը նույնպես մոտակա ժամանակներում Յուպիտերը մոտ կգործի առյուծ այսինքն Յուպիտերն ու Ուրան ինչ որ շատ կարեւոր նշանակություն ունեն այս կամրջի հետ կապված Եվ Մերկուրին այստեղ ուրեմն նույնպես հարավային հանգույցի հետ է, որը խիստ անբար, բայց ինքը շատ բարենպաստ թագավորական աստիճան, ինչ որ թագավորական օրհնությամբ, հին դարերի տաճարների օրհնությամբ, չգիտեմ, աղոթքով ի վերջո կայացվեց այս կամուրջը։ Սրա մասին է խոսքը։ Բայց Սատուրնը աղեղնավորում է նույնպես վերընթաց լուսնային հանգույցի հետ, Մարսը ջրհոսում է, որը նույնպես խորհրդանշում է հեղափոխական ինչ-որ զարգացումներ, Մարսը դիմակայում է Յուպիտերին,
Նույնպես, այսինքն քաղաքը այդ էլիտային, պետական էլիտային դիմակայում է Մարս մոլորակը, որը ազատության խորհրդանիշն է, հենց այդ քայլելու խորհրդանիշն է, Գյումրիից երկար քայլելու խորհրդանիշն է, այսինքն փաստացի Կիևյան կամրջի այս բացման օրվա մոլորակային դիրքերի մեջ ամրագրված է հենց այդ իրադարձությունը, կարևոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ, կարծեմ, մարտին էր 2018 թվականի մարտի, այն ժամանակ, երբ որ թե ապրիլի սկզբին, ապրիլի մեջ էր, մինչ այդ իհարկե հեղափոխության սկիզբը, եւ մենք տեսանք, թե այդ մեծահարուստները ջղայնացած ոնց էին քայլում Կիևյան կամրջի մոտով, դեպուտատներ, ցանցային խանութի տերեր, օլիգարխներ, ջղայնացած, բայց նրանք այլ ելք չունեին, նրանք պետք է այդ Նիկոլ Փաշինյանի ելքի, այսինքն ելք շարժում են մուտքի հետ համաձայն լինեին, այլ տարբերակ չկար։ Այս սրա մասին է խոսում, տեսեք ինչ հեռահար տարիներ, կարելի ասել տասնամյակներ անց այս ամենը իրագործվեց։ Եվ նաև արեգակը սև լուսնի է, շատ հետաքրքրական է, 17 աստիճան այդ եղջյուրում է, սև լուսինը գտնվում է բռնի մահվան աստիճանում եւ հենց այդ նույն ժամանակ, այսինքն այդ նույն դիրքի վրա, երբ սև լուսինը այդ եղջյուրում էր, հիմնադրվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, հա, նույնպես շատ խորհրդանշական է։ Իմ մոտ միտք առաջացավ, ես այժմ կհամեմատեմ Հայաստանի երրորդ հանրապետության քարտեզի հետ, որտեղ հենց նոր այդ միտքը փայլատակեց ուղեղումս, շատ հետաքրքիր է տեսնել իսկապես այդ իրադարձությունները ինչպես են կապված։ Սեպտեմբերի 21, չեմ ուզում շատ երկարացնեմ վիդեոն, մինչև 1 ժամ տևողություն կունենա, կարծում եմ, 91, ահա, եւ ժամը 14:47 րոպե։ Տեսնենք ընդհանրապես ինչ կապ կա այստեղ։ Այստեղ շատ հետաքրքիր կապ եմ տեսնում ես, նախ լուսինը, լուսինը Մարսի հետ, այսինքն այդ նույն նշանում, որտեղ Հայաստանի Հանրապետության Սատուրնն է եւ լուսինը ջրհոսում գտնվում է կամուրջի Մարսը։ Մարսը Հայաստանի Հանրապետության Մարսի հետ կամուրջի Մարսը լավ մորակային փոխհարաբերության մեջ է։ Հետաքրքիր է, որ արեգակը դիմակայում է Պլուտոնին Հայաստանի Հանրապետության, Պլուտոնը, գիտեք, Հայաստանի Հանրապետության 18 աստիճան կարիճում է գտնվում եւ ուրեմն ավերիչ աստիճանում, իսկ կամրջի արեգակը գտնվում է ցուլ կենթանակերպի 21 դիմակայություն այստեղ։ Նույն աստիճաններում են գրեթե սև լուսինները, 1 աստիճան տարբերություն, կամրջի լուսինը 17 աստիճան այդ եղջյուրում, Հայաստանի Հանրապետության սև լուսինը 16 աստիճան, այսինքն ըստ էության Հայաստանի երրորդ հանրապետությունը հիմնվել է այդ Կիևյան կամրջի բացման սև լուսնի պարբերաշրջանի հետ կապված, որը որ իհարկե շատ բացասական խորհուրդ ունի Հայաստանի Հանրապետության համար առհասարակ։ Ինչի մահվան խորհրդանիշ, այդ կամուրջները այն ժամանակ կառուցված, որտեղ այդտեղ Նեպտունն էր եւ Սատուրնը 50-ական թվականին կամուրջի նշանի մեջ, այլ կշերկի մեջ։ Եվ այդ իսկ պատճառով շատ մարդիկ ուղղակի եւ հաղթանակ կամուրջը կամ Կիևյան կամուրջը ընտրում են կյանքից ուրեմն հեռանալու համար, հա, այդ ինքնասպաններն են այդտեղ շատ գնում։ Եվ այս սև լուսինը նշանակում է, որ երբ որ այսինքն բացասական էներգետիկայի գեներացումը հատկապես նաև փոխանցվում է հետո Հայաստանի երրորդ հանրապետությանը։ Վեներան այստեղ Յուպիտերի հետ լուսինը դիմակայում է Պլուտոնին, իմիջիալոց դիմակայում է Պլուտոնին, կամրջի Հայաստանի Հանրապետության լուսինը դիմակայում է կամրջի Պլուտոնին։ Իսկ Սատուրնը դիմակայում է Ուրանին։ Այսինքն այստեղ մենք պարզ տեսնում ենք, որ շատ ընդհանրություններ կան հենց այդ
ուրեմն կամրջի եւ Հայաստանի 3-րդ հանրապետության ճակատագրի հետ։ Հիմա փորձենք 2018 թվի հետ այդ ընդհանրությունները գտնել, հասկանալ, թե ինչու հենց այդ կամրջով էին նրանք գնում ու հայտնում իրենց դժգոհությունը, ակնհայտ դժգոհությունը։ 2018 թիվը տեսնենք, տեսնենք ինչ իրավիճակ էր այդ ժամանակ, այդ ժամանակ, ինչ ասեմ, պարզ երևում է, որ այդ ամեն իհարկե խորը կապ ունի միմյանց հետ, այդ երևույթները խորը կապված են, ինչու են խորը կապված, որովհետև այստեղ ապրիլի համար եմ ես դիտարկում, հա, ապրեց հեղափոխության այդ օրերին 23, 24 ապրիլի 2018 թվական, երբ որ արդեն իսկ ամեն ինչ պարզ էր։ Այստեղ պարզ է, որ Ուրանը դիմակայում, նախ Ուրանը 2018 թվականի դիմակայում է Նեպտունեսկ 2 այդ բարձրագույն մորակների դիմակայությունը ստեղծում է հենց այդ ես այդպես կասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը դարձավ այդ Կիևյան կամրջի համար այդ ոնց որ նրա մութ կողմերի, նրա շղարշի, նրա այդ կոռուպցիոն բոլոր սխեմաների բացահայտման նման մի բան։ Եվ նաև տեսեք, որ Սև լուսինը այստեղ 2018 թվականին վերադառնում է այդ եղջյուր, այսինքն շատ կարևոր փուլ է Հայաստանի 3-րդ հանրապետության համար այդ 9-ամյակները, երբ լուսինը, Սև լուսինը ամբողջ պարբերաշրջանը կատարում է զոդիակով մեկի վերադառնում է այդ եղջյուր։ Եվ 2018 թվականին նույնպես հենց այն ժամանակ է տեղի ունեցավ այդ բռնի թավշյա ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, այսինքն ըստ հեղաշրջումը եւ իշխանությունը պարզապես փոխանցվեց Նիկոլ Փաշինյանին, սկուտերի վրա մատուցվեց, կարելի ասել, այստեղ Սև լուսինը նույնպես գտնվում է 18 աստիճան այդ եղջյուրում, այսինքն 1 աստիճան էր անցել Կիևյան կամրջի Սև լուսնից, այսինքն ամբողջությամբ այստեղ եւ Մարսն է Սև լուսնի հետ եւ Պլուտոնն է Սև լուսնի հետ այդ հեղափոխության օրերին, մի խոսքով շատ բավականին մեծ ընդհանրություններ կան այստեղ։ Եվ այդ լուսնային հանգույցները նույնպես գնում են ջրհոսից դեպի առյուծ, դեպի առյուծ եւ Մարսի հետ է միացած հարավային հանգույցը։ Այսինքն շատ հետաքրքիր, շատ տիպական, ինչ որ լրջագույն, ես կարելի ասել, այդտեղ իրադարձություններ են տեղի ունեցել կապված այդ Սև լուսնի, թե ինչու այդպես հետաքրական է, այսինքն կամուրջը պետք է բացվեր 51 թվականին, 55 թվականին, այսինքն անդադ այդպես ձգձգվեց, հասավ մինչև 56 թիվ եւ Սև լուսինը գտնվում էր հենց այդ եղջյուրի 17 աստիճան, միթե սա պատահականություն կարող է լինել։ Ես կարծում եմ սա պատահականություն չէ։ Պետք է ասել, սիրելի բարեկամներ, քանի որ կամրջի շինարարությունը վատ օր էր ընտրված, կամուրջը 2 անգամ փակ է եղել ողջ իր պատմության ընթացքում, խորհրդային շրջանում 1980 թվականի մայիսից մինչև նոյեմբերն է փակ եղել, այնտեղ վերանորոգման աշխատանքներ էին կատարվում եւ այստեղ շատ հստակ ընդգծված է Ուրան մոլորակը։ Այժմ ես դա ձեզ կներկայացնեմ, սիրելիներս։ Մայիսից մինչև ուրեմն նոյեմբեր փակ է եղել 1980 թվականի։ Այստեղ շատ հետաքրքրական է, որ նույնպես այդ մայիսին, հենց մայիսի կեսերին եմ ես նայում, Մերկուրին միացած էր հարավային լուսնային հանգույցի հետ, ինչպես եւ կամրջի աստղային քարտեզում նույնն է։ Այս քարտեզում ես մայիսի 18-ն եմ նայում, չգիտես ինչի մայիսի 18, տեսնենք ավելի լավ կլինի սոլարը նայենք։ Սոլարը դիտարկենք, հա, մայիսի 12-ը։ Դիտարկենք սոլարը կամրջի եւ հիմա տեսնենք, թե արդեն կանցնենք հիմիկվա այս ընթացքին, թե ինչի փակ է։ Նախ
Ուրանը դիմակայում է Արեգակին։ Ուրանը դա ոչ միայն հեղափոխության խորհրդանիշն է, անսպասելի զարգացումների խորհրդանշող մոլորակը, այլ Ուրանը նաև էլեկտրականության ղեկավարն է մեր արդի ժամանակահատվածում, որտեվ հին դարերում Ուրանը հայտնի չէր, Ուրան մոլորակը հայտնի, Ուրանը հայտնի էր իբրև հին հունական դիցաբանության, հա, մեջ, բայց հայտնի չէր մոլորակը։ Եվ նոր ժամանակներում է հայտնաբերվել Գերշելի կողմից Ուրանը եւ նա նաև խորհրդանշում է տեխնիկական զարգացումը, նորագույն տեխնոլոգիաները, հոսանքը, էլեկտրականությունը եւ այստեղ այդ Ուրանը սկսել է դիմակայել Արեգակին։ Այդ ժամանակ հենց փակվել է Կիևյան կամուրջը։ Գրեթե ճշգրիտ դիմակայության ժամանակ։ Սա նշանակում է, սիրելիներս, որ հնարավոր է ուրեմն հոսանքի հետ կապված ինչ-որ խնդիրներ կան կամրջի վրա, անհասկանալի բնույթի խնդիրներ, որը պայմանավորված է հենց անոմալ տարածքով, այսինքն տարածքի անոմալ էներգետիկայով։ Սիրելիներս, ես իմ Facebook-յան եթերներում բազմիցս անդրադարձել եմ, որ այդ տարածքը, այսինքն Ծինծեռնակաբերդի տարածքը, հետո հարակից Դալմայի այգիները եւ կիրճը, ամբողջ Զանգվի կիրճը, նրանք հնագույն քաղաքակրթությունների բնակատեղին էին, հնագույն շրջան, այսինքն նախաջրհեղեղյան շրջանում, այսինքն 10,000-12,000 տարի անց, ավել, մինչ մեր թվարկությունը, 12,000 տարի առաջ, երբ դեռ այսպես Նոյը ջրհեղեղը տեղի չէր ունեցել, Նոյը դեռ չկար, բայց Հայաստանի տարածքում, այսինքն հայկական լեռնաշխարհում ապրում, զարգանում էին բարձրագույն տեխնոլոգիաներ ունեցող քաղաքակրթություններ եւ որի հետաքրքիր ապացույցը գտնվեց մյուս կամրջի հաղթանակ Պաբեդա մոստի շինարարության ժամանակ, եթե ձեզ հետաքրքիր, ես կանդրադառնամ նաև հաղթանակ կամրջի շինարարությանը, հայտնի է, որ այդ ժամանակ գտնվեց ինչ-որ անհասկանալի ծագման սյուն, մետաղական սյուն, այդ հիմքերը փորելու ժամանակ, կամրջի հիմքերը դնելու ժամանակ գետնի տակից հայտնվեց այդ անհայտ ծագման սյունը, որը հնարավոր չէր եւ ընդհանրապես հնարավոր չեղավ կտրել որևիցե էլեկտրական գործիքով այդ ժամանակ արկա 50-ական թվականներին արկա այդ տեխնոլոգիաները չկարողացան մեկ կտոր կտրել այդ մետաղից եւ սա պարզ է որ նախամարտկային հնագույն քաղաքակրթությունների այսպես ուղղակի հուշարձան է իրականում եղել է իրոք այնտեղ բնակավայր եւ զարգացել են այդ բարձրագույն տեխնոլոգիաներ ունեցող քաղաքակրթությունները նույնը դա Ծիծեռնակաբերդի տարածքում այսինքն դե մի տեղ չեն եղել տարածված է եղել այդ քաղաքակրթությունը եւ Ծիծեռնակաբերդի յետնամասում իսկապես գտնվել են միջնադարյան եւ հնագույն քաղաքների հետքեր մշակույթային շերտը բավականին մեծ է այնտեղ պեղված չէ բացարձակ հետաքրքիր է որ ինչու չեն պեղում ես կարծում եմ որտեվ այնտեղ նաև հին հեթանոսական տաճարների ուրեմն տաճարների հետքեր կարող են գտնել, եղել են հին հեթանոսական տաճարներ այնտեղ եւ բժշկության հետ կապված տաճարներ են եղել, որովհետեւ գետնի տակից այնտեղ հոսել է կենաց ջուրը կամ անմահության ջուրը։ Եվ շատ հետաքրքիր է թե ինչու հենց Ծիծեռնակաբերդի տարածքը ընտրվել է հենց Փրև գերեզմանոց, որտեղ այնտեղ կառուցվեց հուշահամալիրը, հա, այդ Եղեռնի զոհերի հուշահամալիրը 1965 տարիներ հետո 1965 թվականին այդ կամուրջների շինարարությունից հետո է դա եղել։
Ինչու դա տեղի ունեցավ, շատ տարօրինակ է իմ համար, նույնպես պատահական չէ, ես կարծում եմ, որ հենց այդ կենաց կյանքը վերածնունդ ապրելու հենց հետ կապված բժշկություն ստանալու հետ կապված մարդիկ դարեր շարունակ հնագույն շրջանում գալիս էին Ծիծեռնակաբերդ եւ ըմպում էին այդ ջուրը, այդ աղբյուրների կենաց ջուրը։ Դա այս տեղեկատվությունը սիրելի բարեկամներ, որից բաց աղբյուրում չկա, սա ստացվել է տեսիլքի միջոցով, իմ ամուսինը տեսիլք է ունեցել եւ նա տեսել է հստակ որտեղ է գտնվում այդ ջուրը, այդ տաճարները որտեղ են գտնվում, շատ իհարկե խորը մշակութային շերտեր կան, ես կասեի մի քանի մետրանոց, այնտեղ գրեթե ինձ թվում է հնարավոր չէ պեղումներ անցկացնել, բայց ժամանակը կգա եւ այդ ամենը կպարզվի։ Նախ նրան առաջարկել է մի ծերունի, տեսել է քարանձավում նստած ծերունի, հետո նայել է շուրջ բոլորը, տեսել է բազմաթիվ ծերունիներ են սպիտակ շորերով նստած եւ նրան խնդրել է այդ ծերունին, ասել է այս ջրից խմի, սա անմահության ջուրն է, իսկապես այդ անմահության ջուրը նրան իսկապես հետագայում փրկեց մահից, սիրելի բարեկամներ, այսինքն սա պատահական ինչ-որ հեքիաթներ չեն, ինչ-որ երազներ չեն, որը որ, չգիտեմ, թութուղթ գցելով ենք տեսել կամ սա իսկապես ռեալ տեսիլք է, որը մարդու կյանք է փրկել փաստացի։ Եվ պատահական չէ, որ հենց այդ ուրանը անդադ հայտ է գալիս քարտեզում, հա, այդ Կիևյան կամրջի հետ կապված քարտեզում, որովհետև հենց այդտեղ այդ անոմալ զոնան է, որտեղ գետնի տակ կան, չգիտեմ, ինչ ճեղքվածքներ, որտեղից հենց գալիս է այդ կենաց ջուրը իմ կարծիքով, սա է։ Եվ այդ ուրան հենց այդ հոսանքի խափանումները Կիևյանի վրա, ես չգիտեմ դա իրողություն է, թե դա այտենց բան չի, անձամբ ինքս չեմ նկատել, բայց իրականությունը ցույց է տալիս, որ դա է պատճառը եղել, որ 1980 թվականի մայիսին փակվել է Կիևյան կամուրջը եւ այստեղ իհարկե մեծ քառակուս ենք մենք տեսնում, որը որ իսկապես վերանորոգման անհրաժեշտություն կար այդ ժամանակ։ Երկրորդ անգամ արդեն նոր անկախ Հայաստանի ժամանակահատվածում է փակվել Կիևյան կամուրջը 2005 թվականի ապրիլին է տեղի ունեցել, ապրիլից մինչև հուլիս։ Նույն այստեղ ես տեսնում եմ առանձնապես ինչ-որ, չգիտեմ, դրա անհրաժեշտությունը չկար, բայց այնուամենայնիվ կրկին այստեղ ինչ-որ հարցեր ըստ երևույթի եղել են, որ փակել են, բայց այդ մեծ խնդիրը չկար, որը 1980 թվին էր տեղի ունեցել, ստեղծվել կամ չգիտեմ։ Այստեղ Մարսի վերադարձն ենք մենք տեսնում 2005 թվականի ապրիլին, Մարսի վերադարձն է, այնուհետև Սև լուսինը անցնում է Ուրան մորակի վրա, Սև լուսինը խեցգետնում է Ուրան մորակի վրա, կրկին Ուրան մորակ, այսինքն որը կապված է հոսանքի, բիոէներգիայի հետ է կապված, ընդհանրապես էներգիայի հետ է կապված այդ մորակը։ Այստեղ նա գտնվում է ուրեմն միշտ ակտիվ վիճակում, միշտ ինչ-որ մորակ անցնում է Ուրանով, դիմակայում է Ուրանին, այստեղ Սատուրնն է դիմակայում նաև Սև լուսնին, Յուպիտերն է գտնվում կշեռ կենդանակերպում, որը խիստ բարենպաստ է կամրջաշինության համար, բայց ընդհանուր առմամբ այդպես շատ սուր անհրաժեշտություն ես գտնում եմ, որ այդպես չի եղել։ Ուրանը, տեսեք, տրանզիտար Ուրանը 2005 թվականին, որը գտնվում էր ձկներում, ձկների աստիճանում քառակուսի է կազմում Մերկուրիի հետ, որը նույնպես հուշում է այն մասին, որ ճանապարհների հետ կապված խնդիրներ կային, որ պետք էր վերանորոգել, թե ինչ գաղտնի պատճառներ ամեն դեպքում, ոչ է այդքան ակնհայտ կամ պետք էր փակել այդ ճանապարհը։ Սա ավելի շատ դրա մասին է խոսում, ոչ թե շատ ինչ որ խիստ անհրաժեշտություն կա, բայց հոսանքի խնդիր ես ամենտեղ այստեղ տեսնում եմ։
Չեմ իմանում ինչից է դա, բայց հոսանքի խնդիր կա այնտեղ։ Եվ ես կարծում եմ, որ հենց այդ գետնի տակ արկա խորը ստորգետնյա հատվածներում հենց այդ Հրազդանի կիրճում, Զանգվի կիրճում արկա այդ ճեղքվածքների պատճառով այնտեղ ստեղծվում է ինչ-որ անոմալ, չգիտեմ, վիճակ, անոմալ էներգետիկ դաշտ, որտեվ ես հիշում եմ, որ 80-ական թվականներին, թե 90-ականների սկզբին հենց կրկին այդ Համալիրի տարածքում եւ Դալմայագիների տարածքում այդտեղ անհայտ թռչող այդ չթոններ իջել եւ շփման մեջ մտել երեխաների հետ։ Շատ հետաքրքիր, այսինքն պատահական վայրերում նրանք չեն իջնում։ Անոմալ զոնաներում են հիմնականում լինում, դա արդեն ապացուցված է հետազոտողների կողմից։ Եվ հիմա սիրելիներս անցնենք ժամանակակից շրջանին, տեսնենք թե ինչու հենց հունիսի 18-ին որոշեցին փակել Կիևյան կամուրջը։ Մինչև նոյեմբեր կարծեմ փակ է մնալու, կրկին մինչև նոյեմբեր։ Տեսնենք թե որն է այս անգամ պատճառը։ Տեսեք, մի կամուրջ է, բայց ինչպիսի խորքային վերլուծություն կարելի անել, ինչի մասին է այս ամենը, սիրելիներս, ինչի մասին է իմ այս, ինչու ես որոշեցի այս թեման բարձրացնել, որովհետև ընդհանրապես նախ կամուրջները նրանք միշտ համարվել են հնուց ի վեր միստիկ կառույցներ, այսինքն նրանք սովորական ինչ-որ պարզապես ինֆրաստրուկտուրայի մի մաս չէր, կառուցվածքների մի մաս չէր, որը օգնում էր մարդկանց գետի մի ափից մյուս ափ անցնել կամ, չգիտեմ, ինչ-որ կիրճի մի մասից մյուս մասը անցնել, ամենևին ոչ, այսինքն կամուրջները նրանք երկու տարբեր աշխարհների, երկու տարբեր կողմերը իրար միացնող միստիկ կառուցվածք է, որը օրինակ տարբեր հին դիցաբանություններում, օրինակ այսր եւ անդրկողմյան աշխարհներն էին կապվում միմյանց հետ, կամ կապվում էր մարդկային աշխարհը դիցերի, այսինքն աստվածների աշխարհի հետ, դա սկանդինավյան դիցաբանության մեջ էր, նույնպես այդտեղ այդպիսի ուրեմն ծիածանագույն, ծիածանափայլ կամուրջ կար, որը կապում էր մարդկանց աստվածների հետ։ Եվ այսպես շարունակ, այսինքն սա միստիկ կառույց է, որը ունակ է պայմանավորել տվյալ էթնոսի ճակատագիրը դարեր շարունակ, իսկապես, այսինքն կամուրջները դրանք ճակատագրական կառույցներ են։ Շատ բազմաթիվ արարողակարգեր կան կամուրջների հետ կապված, որոնք օգնում են մարդկանց ազատվել եւ դա ֆիքսված է մեր ձեռագրերում, այստեղ ներկայացվում են, ասենք, ինչպես ազատվել գրից, օրինակ կամուրջից մի փետ պետք էր վերցնել, պոկել եւ կպցնել մեջքին, օրինակ, եւ զանազան այլ արարողակարգեր, բազմաթիվ այդպիսի արարողակարգեր կան, որոնք կամ օգնում են մարդկանց միավորվել, այդ պուջուրի կողպեքները երևի տեսած կլինեք կամուրջների վրա կպցրած, դա որ մշտապես նրանք միանան, հա, այդ կշերք խորհրդանիշը, կշերք կենթանակերպի խորհրդանիշը, որը որ եւ զուգընկերության, եւ ամուսնության, եւ կամրջի իմաստը ունի, եւ այդ իսկ պատճառով հենց կամուրջներին կպցնում են այդ կողպեքները, իսկ բանալիները գցում են ջուրը, որպեսզի ոչ ոք չկարողանա մարդկանց իրարից այսպես բաժանել, հա, դա եթե ուզում են միշտ լինել միասին մարդիկ, նույնպես մոգական ծիսակարգ է։ Եվ այդպիսի բազմաթիվ ծիսակարգեր կապված ինչ-որ բանից ազատագրվելու, ինչ-որ խնդրին վերջ դնելու։ Ես անձամբ ինքս զգացել եմ իմ կյանքի վրա, որ իսկապես երբ ես տեղափոխվեցի մշտական ապրելու Աչափնյակ 2013 թվականին,
իմ կյանքում 180 աստիճան փոփոխություններ սկսվեցին եւ իսկապես ես անձնական համենայն դեպս խնդիրը կարողացա լուծել, որը որ ես կարծում եմ, որ երբեք այլևս չի լուծվի։ Այսինքն սա պատահականություն չէ, սա իսկապես ռեալ էներգետիկ մարդու վերատրանսֆորմացիայի խորհրդանիշ ունի, կամրջով անցնել հենց այդ իմաստը ունի։ Եվ ահա անցնենք 2026 թվականին, տեսնենք կփլուզվի թե կպահպանվի Կիևյան կամուրջը, իհարկե լավ կլինի, որ նա երկար պահպանվի, ընդհանրապես ըստ սովետական, այսպես ասած, գոստի այդ կամուրջը 150 տարվա կյանք պետք է ունենա, հիմա չգիտեմ, տեսնենք, հիմա հաշվարկենք նաև 150 տարի հետո արդյոք կանգուն կմնա կամուրջը, թե այն ամենից կփլուզվի, տեսնենք 26 թվականին ինչ է տեղի ունենում, 26 թվականին ուրեմն հունիսի 18-ից կարծեմ փակվել է, պատահական չէ, որ հունիսի 18-ից է, որտեղ Մարսը, տրանզիտար Մարսը ժամանակակից գտնվում է 22 աստիճան ուրեմն ցուլ կենթանակերպում, որտեղ գտնվում է նաև Կիևյան կամրջի արեգակ, այսինքն արդեն կուվալդը հասավ Կիևյան կամրջին, հա։ Այստեղ շատ հետաքրքիր է Ուրան մոլորակը, որը մշտապես, ինչպես մենք հասկացանք, ընդգծված է Կիևյան կամրջի հետ կապված բոլոր զարգացումներում, այստեղ Ուրանը, քանի որ երկվորյակներում է, մոտենում է Կիևյան կամրջի Մերկուրին, 8 աստիճան դեռ չի հասել, բայց 3 աստիճան արդեն մոտենում է։ Մարսը լուսինը դիմակայում էր Մարսին, իսկ Յուպիտեր մոլորակը, մեծերչանկության մոլորակ Յուպիտերը, նա միացած է Ուրան մոլորակի հետ, Կիևյան կամրջի Ուրան մոլորակի հետ, շատ է, այսինքն անհրաժեշտություն այնուամենայնիվ կար, պետք էր փակել եւ վերանորոգել կամուրջը։ Այստեղ դիրեկցիաներում, ես չգիտեմ դիրեկցիաներում, իհարկե այդ անհրաժեշտությունը արդեն հասունացել էր, սիրելի բարեկամներ, եւ 3 տարի առաջ անգամ պետք է փակվեր, բայց նպատակահարմար գտան հիմա փակել, դե նախ յետընտրական զարգացումները կասեցնելու համար եւ երկրորդը, որ իսկապես անհրաժեշտ է կարիք կա վերանորոգման, ինչու, որովհետեւ այդքան մեքենաների հոսքը իսկապես շատ մեծ է մեքենաների հոսքը Կիևյան կամրջով եւ ես կարծում եմ, որ այդ տեսակի ծանրություններ ուղղակի նախատեսված չէր ի սկզբանե կամ մասնակիորեն էր նախատեսված, որտեվ հիմա շատ այդ մեքենաների հոսքը մշտապես լինում են խցանումներ եւ մեքենաները երկար կանգնում են կամրջի վրա եւ այդ իսկ պատճառով իմ կարծիքով անհրաժեշտ է այդ վերանորոգումը, ամրացումը, հա, կամրջի։ Այստեղ հա եւ Մերկուրին Յուպիտերը հետադե շատ բարենպաստ Մարսը դիմակայում է Նեպտունին, այնուամենայնիվ ես կարծում եմ ինչ-որ տեխնոլոգիական խնդիրներ շարունակում են առկա մնալ Կիևյան կամրջի դեպքում, այսինքն չնայած որ շինարարությունը բարեհաջող ավարտվել է դեռևս 56 թվականին եւ բարեհաջող շահագործվում է կամուրջը, այնուամենայնիվ առկա են Նեպտուն մորակի առկայության պայմաններում կշերկ, այսինքն կամրջի նշանում եւ դա շատ մտահոգիչ է։ Եվ վերընթաց լուսնային հանգույցը Մարսի հետ է միացած, որը նույնպես, այսինքն այստեղ պետք է շատ բարդ խնդիրներ, կարող է առաջանային փլուզումներ, կարող է շատ վթարներ։ Իմիջիալոց իսկապես շատ վթարներ են լինում Կիևյան կամրջի վրա, ես բազմիցս անցնելով մեքենայով ականատես եմ եղել այդ վթարների սա կամ սկզբում, կամ մեջտեղում, կամ վերջում հետաքրքիր է։ Եվ նույնպես պայմանավորված է անոմալ զոնայով, այսինքն այդ զանգվի տակ, այդ կիրճում հրազդանի կան բազմաթիվ ճեղքվածքներ, որոնք այդ անոմալ մագնիսական դաշտ են ստեղծում համապատասխան ժամանակակից լեզվով ասած, եւ հենց դա իսկապես պետք է դա անել, հիմա դա պետք է անել։ Չգիտեմ 2005 թվին ինչքանով էր դա կոսմետիկ էր, շատ կոսմետիկ բաներ են արել, բայց 2000 հիմա 26 թվականին իսկապես կենսական անհրաժեշտություն կա։ Հիմա սիրելի բարեկամներ, փորձենք հասկանալ, իսկ
Արդյոք 150 տարի կանգուն կմնա Կիևյան կամուրջը։ Դդդդը։ Տեսնենք, շատ հետաքրքիր է։ Նոր մտքովս անցավ, դա մի հատ հաշվարկել չէի, հաշվարկել ճիշտ ասած, ես առաջին անգամ եմ սա հաշվարկում, իսկապես տեսնենք 56 գումարած 150 2106 թվականն է, սիրելի բարեկամներ, հեռավոր ապագա տեղափոխվենք, ահա, տեղափոխվենք հեռավոր ապագա եւ տեսնենք արդյոք Կիևյան կամուրջը կանգուն է մնալու։ Այստեղ շատ հետաքրքիր է, որ շատ հետաքրքիր է, շատ։ Տեսեք, Ուրանը կրկին անգամ մոտեցել է Արեգակին, այսինքն 2106 թվականին Ուրանը կրկին ցուլ կենթանակերպով է անցնելու, որը ինչ է նշանակում, որը նշանակում է, որ մեծ Հայաստանում պետական ցնցումներ են լինելու, այսինքն Հայաստանի Հանրապետությունում նոր հեղափոխություն է լինելու, նոր վերելք է լինելու, նոր տարածքներ են գրավելու, բայց այստեղ վտանգ կա Կիևյան կամրջի համար, որոշակի, որովհետև նաև ուրեմն հարավային լուսնային հանգույցը անցնում է Արեգակով, որը խլում է հաջողությունը եւ քչացնում է էներգիան ընդհանրապես տվյալ գործընթացի, որը մենք վերլուծում ենք, թե մարդ լինի, թե կամուրջ լինի, թե ամրոց լինի, թե ցանկացած գործընթաց։ Այստեղ Պլուտոնը նույնպես մոտակայքում է գտնվում Արեգակին։ Ինձ թվում է, որ Կիևյան կամուրջը այնուամենայնիվ մեծ տրանսֆորմացիաների է ենթարկվելու, եթե ամբողջությամբ չվերակառուցվի, կարող է եւ վերանալ, նամանավանդ, որ Պլուտոնը անցնում է Արեգակի վրայով, որը շատ այսպես էպոխալ մեծ փոփոխությունների, ցնցումների խորհուրդ ունի։ Այստեղ Ուրանը անցնում է Արեգակով արդեն, տեսանք, Մերկուրին հետընթաց է այստեղ, նույնպես Սև լուսինը վերադարձել է այդ եղջյուր, ինչպես եւ ասեցի, Հայաստանի Հանրապետության համար այն 9-ամյա փուլերը, որոնք Սև լուսինը անցնում է, հա, ամբողջ զոդիակով մեկ եւ վերադառնում է այդ եղջյուրը, շատ մեծ նշանակություն ունի։ Եվ այստեղ է նաեւ Սատուրնը։ Բարդ հարց է, բայց հնարավոր ինչ-որ տեխնոլոգիական այլ լուծում գտնվի կամուրջը փրկելու համար, բայց համենայն դեպս հնարավոր է եւ նաեւ փլուզում տեղի ունենա, հնարավոր է, մինչ 2106 թիվը։ Հիմա տեսնենք դիրեկցիայով, տեսնենք, այստեղ Սև լուսինն է լուսնի հետ, հա, հնարավոր է իսկապես այստեղ որոշակի լրջագույն բարդություններ լինեն կապված կամրջի կանգուն մնալու հետ, այո, հնարավոր է եւ կարծում եմ ուղղակի չեն հասցնի մինչեւ այդ փլուզումը եւ այլ տեխնոլոգիական լուծումներ գտնեն, արդեն արհեստական բանականության շնորհիվ, արդեն չգիտեմ ինչ-որ այլ նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ եւ հնարավոր է միանգամայն այլ տեսք ունենա Կիևյան կամուրջը այդ ժամանակ 2106 թվական չգիտեմ, այդքան ապրող կլինի դիտողների մեջ, թե ոչ, չեմ իմանում, բայց ամեն դեպքում կպահպանվի, այսինքն կամուրջի գաղափարը կպահպանվի, բայց միանգամայն այլ կոնստրուկտիվ լուծումներ կունենա, հա։ Այդպես կարելի ասել, դեպ այստեղ շատ եւ Սև լուսինը լուսնով եւ մի խոսքով շատ բարդ խնդիրներ կարող են առաջանալ, հատկապես լուսինը, քանի որ խորհրդանշում է ժողովուրդը, մարդկանց, Սև լուսինը երկորակներում եւ որ անցնում է լուսնի վրայով, արդեն նշանակում է, որ արդեն վնաս է լինելու մարդկանց, հա, ովքեր կանցնեն այդ կամրջով, Արեգակն է գտնվում կշերքում դիմակայում է Սատուրնին, մի խոսքով բավականին իհարկե բավականին բարդ իրավիճակ է։ Մարսն է դիմակայում Սև լուսնին, այսինքն կոնստրուկտիվ լուրջ փոփոխություններ են լինելու եւ
իսկապես միանգամայն այլ տեսք է ունենալու Կիևյան կամուրջը, հնարավոր է այդ ժամանակ արդեն արկա լինեն թռչող ինչ-որ մեքենաներ, տաքսիներ եւ կամուրջը արդեն այդքան մեծ նշանակություն չունենա, որ պահպանվի իբրև դե ուղղակի ճարտարապետական հուշարձան, սովետական միության, այդպիսի հուշարձան, երիտասարդների հիշողության մեջ ինչ-որ պայծառ կետ, բայց մեծ կիրառական նշանակություն չի ունենալու։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, Կիևյան կամուրջի մասին, գրեք մեկնաբանություններում, ինչ եք մտածում այս ամենի մասին, ինչ որ ես ձեզ ներկայացրեցի, գրեք ձեր հարցերը, արդյոք կցանկանաք նաև Պաբեդամոստի հաղթանակ կամուրջի վերլուծությունը իմանալ, նույնպես շատ կարևոր կամուրջ է, Երևանի մասշտաբով շատ կարևոր կամուրջ է, կապում է քաղաքի բազմաթիվ հատվածներ, կենտրոնը, չգիտեմ, դեղ 16 թաղամաս է, Աչափնյակը, Մալաթիան, կարևոր տրանսպորտային հաբ է, նաև հաղթանակի կամուրջը։ Ահա այսքանը, սիրելի բարեկամներ, անպայման բաժանորդագրվեք Աստղային խորհրդատու Աննե Հաղվերդյանի YouTube-յան ալիքին։